Սամվել Հովհաննեսյանի մյուս հարցը։ Հարաբերությունների ինչպիսի միտում եք դիտում Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ Մոտ ապագայում հնարավոր է նրանց միջեւ համագործակցություն, թե սրված հարաբերություններն ավելի կխորանան։ Ես կարծում եմ դա կախված կլինի Ռուսաստանի ղեկավարությունից։ Ինչպիսի ղեկավարություն, այս ներկա ղեկավարության Պուտինի պարագայում ես չեմ կարծում դա կլինի, որովհետև Պուտինը իր բնույթով այդպիսի մարդ չի։ Պուտինը դաստիարակվել է որպես KGB-ի աշխատող, իսկ ցանկացած KGB-ում ձևավորված անձ արևմուտքին ընկալում է որպես առաջի թշնամի շեք, այն ձևակերպում է, որ ինտերնետը դա ՑՌՈ-ի կողմից, CIA-ի կողմից ստեղծված ինչ-որ մի բան է, որը անհետ է։ Բոլորիդ էլ նախ ստեղծվել է Պենտագոնում, որտեղ այդ ռազմական կառույցը փաստաթղթերի արագ փոխանցման խնդիր ուներ, բայց հետո ուրիշ բան վերաճեց, կախում չունի, բայց եթե ստեղծվել է ինչի է FSB-ն այդ դեպքում օգտվում այդ ինտերնետի դա հարմար է։ Եթե որևէ մեկը եղել է իրենցից կողմ, եթե պատկերացնում եք Պենտագոնը, ինչ է Պենտագոն 5 բան, որ եղել է, որը ասենք ես եղել եմ, տեսեք այնտեղ ոնց այդ կային հատուկ զինվորներ, որոնց տրվում էր փաստաթուղթը եւ դա արագ վազքով մեսենջերներ այսպես։ Եվ դա տևում էր 6-ից 11 րոպե, 6-ից 11 րոպե, թե որտեղից որտեղ է փոխանցեին, էլի, որտեղ նայած թե ինչ սերով։ Երբ որ հրթիռները եկան եւ արդեն րոպեները ամեն րոպե կարևոր էր, այսինքն հրաման տալու, ինֆորմացիա ստանալու, բնականաբար Պենտագոնը պիտի մտածեր վարկանական ինֆորմացիայի փոխանցման մասին եւ այդ ժամանակ էլ ինտերնետը ստեղծվեց, հենց անգամ անվանումը ինտեր, ներսին ներքին ցանց էր դա։ Հետո բնականաբար ընդլայնվեց եւ այդպես ինչպես շատ հայտնագործություն։ Ինչպես շատ ցավոք սրտի մարդկության հենց դա է, որ մարդկության մեծագույն հայտնագործների մի զգալի մասը դրանք նախնական ռազմական հայտնագործություններ են եղել, բայց քանի որ արևմուտքում եղել է կապիտալիզմ, այսինքն շահը եղել է խիստ կարևոր, դրանից կարելի էր փող ստանալ, փող աշխատել, ի տարբերություն սովետականության շատ գյուտերի, որոնք մեռած էին մնում, որտեղ դրա շուկայնացման խնդիրը դրված չէր։ Այնտեղ նույն Պենտագոնը սկսեց դրա վրա փող աշխատել եւ մնացած բոլորը։ Եվ այսօր վստահորեն կարող ենք ասել, որ ինտերնետը այդ նոր սերունդի համար, նրանց համար ովքեր այսինքն 30 ամենաերիտասարդ միլիարդատերները Facebook, Google եւ այլն։ Եվ իրանք են, չէ, ես նկատում եմ, որ դա նոր սերունդի համար դա հեռուստացույցից էլ ավելի կարևոր է, ֆիլմերից էլ։ Այսօր մարդիկ նստած են ինտերնետի վրա ամբողջ օրը։ Ինֆորմացիոն դաշտն է, այսինքն այսօր ինտերնետի իր մեջ համախմբել է եւ թերթերը, եւ շուկան, եւ շատ էլ հեշտացել է, հետեւաբար, բայց այստեղ մենք հիմա Եվրոպա-Ռուսաստան հարաբերության մասն ենք, կախում ունի թե Ռուսաստանը ինչպես ընկալի, ինչ հարաբերություններ կուզենա։ Ես կարծում եմ նաեւ որոշ ղեկավարություն չի ուզում արևմուտքի հետ հարաբերություն լավացնել, որովհետեւ սովետական կառավարման ձևը, այլ որ այսօր կա Ռուսաստանում, այսօր կա Հայաստանում, դա ժողովրդի վերահսկողության բացակայությունն է իշխանության նկատմամբ։ Հետևաբար այդ բացակայության պարագայում դու կարես ժողովրդի փողը լուտ ես։ Այսինքն մի երկու հատ սիրուն ձևական բաներ ես անում, չէ՞։ Այսինքն մեծ երկրները, ասենք, գնում են հրիմ են գրավում եւ դրա վրա ռեյտինգ բարձրացնում, փոքր երկրի ղեկավարները ինչ որ արձան են բացում կամ մանկապարտեզ են բացում, բայց դա ցուցադրական խնդիրներ են։ Դրանով չի երկրի կառավարումը կամ ժողովրդի բարեկեցությունը բանալը, բայց կարելի է խաբել ժողովրդին։ Բայց այնուհանդերձ կան ցուցանիշներ, որոնք ակնհայտ այսօր Ռուսաստանի տնտեսական վիճակը լավ չի։